Ինչի համար պետք է կրակեն։ Ինչ որ մի բան ուզում են, որ կրակում են։ Կառավարությունը եթե տալու տալու է, եթե տալու չլինի չի տալու։ Հիմա Արցախը տվել է կարող է տալ, ինչ կա։ Մենք Արցախից ենք բռնի տեղահանված եւ մտածում ենք, որ անվտանգ չի Սյունիքը։ Ամեն տեղը հիմա Հայաստանում անվտանգ չի։ Չեմ կարող ասել, որ ապահովել։ Ուղղակի հույսով հավատով սպասում ենք, որ լավ կլինի։ Ես լավ բան չեմ տեսնում։ Ինքնսիկա թողնես գնաս։ Դու ես դառնալ փախստական էլի։ Ես դու մեկը Թշնամին զինվել ամեն ինչ ունի, դրա համար էլ աշկոտում։ Բայց դե թուրքը վախկոտ ազգայլի մեկը մի օր գալու է նորից։ Նա շակալով ասում է չախկան։ Դա սոկով մի օգու վրա կարող է արձակվի, բայց թիվը գալու է նորից։ Ինձ թվում է առաջ անցնել։ Ես ոչ թե սպասում եմ, պատրաստել եմ մասնակցել։ Լարվածություն են կողմերին, ըստ չի։ Սաղ եթե մտածեն, որ ստե լարված է, ոչ մեկը սաղ փախեն գնա, հետո ով է պահել։ Դե թող մտածեն գնան, մի ամեն մեկի հարցն է, էլի ոնց են մտածում ինչ են անում։ Ստե ծնվել եմ, ստե պետք է գնամ մեն աշխարհ, շո։ Սաղ առաջի պատերազմն ենք, ստե այս 44 օրյանալ ենք, ստե ինչ է եղել, ոչ իմանալ չի եղել։ Իր նպատակն է նա, որ այս լարվածությունը պահեն։ Դա երևի ուրիշ գերտերություն էլ է խառնված, որ այս լարվածությունը լինի։ Դրա համար ինքը միշտ այս լարվածության մեջ է պահում, ցանկանալով իր հասնի իր նպատակներին։ Հենց պայմանագրի ստորագրեց իրանց պարտադրել են, որ ազատեք հայկական այն հողերը, որ քարտեզով Հայաստանի Հանրապետությանն է ենթարկում, սուսուփուս հետ են գնալու։ Ինքը վերջապես մի օր պետք է ստորագրի դա, տենց չի որ սենց հավերժ մնալու է։ Մի օր պարտադրելու են, որ ստորագրի, որտեղ ոչ թե մենակ մեր երկրին է ձեռ տալիս, այլ մնացած բոլոր երկրներն էլ ուզում են, որ այդ պայմանագիրը ստորագրի, շուտապույտ խաղաղություն հաստատվի եւ ճանապարհները բացվեն, բոլոր կոմունիկացիաները սկսեն աշխատել։